Նախ ուզում եմ մի դրվագել հիշեցնել, որ իր Twitter-յան էջում գրառում էր կատարի ցեղասպանության հետ կապված, հետո մեզ հասու տեղեկությունների այդ գրառումը ջնջվել էր, գիտեք որ այցելեց Ծիծեռնակաբերդ, իմիջիալոց որևէ բացասական պաշտոնյա չկար իր հետ, ինչ վերաբերվում է էներգետիկ ծրագրերին, Ադրբեջանը եւ ադրբեջանական մամուլով եւ իրենց քաղաքական դաշտում լեցուն է հետեւյալ ուրեմն գրառումները, հետեւյալ հոդվածները, որ իրենք ցնծության մեջ են նախ Հայաստանում ինչա կատարվում, Թրիպը համարում են, որ ասма Ալիևն ասма ինչ էլ որ անունը դնեք, կոչեք եւ այլը, դա միջանց կա։ Ու այդ ամեն ինչը արվել է բացառապես Ադրբեջանի շահերի դիտանկյունից եւ տեսանկյունից։ Հիմա ինչ տեղի ունեցավ, հեծը խլեցին։ Մենք այն ժամանակ ինչ ենք ասում, այս հեծի խլման գործընթացը, էս էլ այդ ծրագրի մի մաս։ Այնուհետև հայտարարվեց, որ պետք է ուրեմն էներգետիկ ցանցը, հետո խոսում էր դրա մասին, խոսում են գազի խողովակները, որ պետք է գազ մատակարարի Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությանը, ու մոռացել են, որ ոնց էր որ Հայաստանից չեն թողնում, որ գազը Արցախ հասնի։ Փականը դրել էին եւ արցախցիներին սով էին մատնում, ցրտի էին մատնում, սովամահության դեպքեր են արձանագրվել։ Հետո այդ ամեն ինչը 9 ամիս մեր հայրենակիցների սովամա անելուց հետո փականը դրած փակում էին այդ գազի փականը փակում էին եւ այնուհետեւ էթնիկ զտում եւ ցեղասպանություն արեցին։ Ես տարիներ առաջ, երբ որ Թուրքիան նկարտումներ ուներ ուզում էր Եվրոմիության մեջ մտնել, մեծ պատվիրակություն էր այդպես ստեղծվել եւ այդ պատվիրակության մեջ էր նաեւ Հրանտ Դինքը մտավորականներ էին, բան ես Ստամբուլում էի, նրանցից մի քանիսի հետ հանդիպեցի, դուք տեսնեք ինչ դերասանություն, ինչ կապիկություն, ինչ էր տեղի ունենում, այնտեղ մի քանիսը եկան, ես ասեցի, որ ես ցեղասպանությունից մազապուրծ եղած այսպես այդ անեմ իմ ժառանգն եմ, իմ մեծ պապերը, տատերը անցել են դրա միջով, այսպես մեծ ընտանիքը ցեղասպանության միջով է անցել, այսպես դուք տեսնեիք այն մեկը խոնարհվում եմ ձեր առաջ, ես այդպես մի քանի մեծ բաներ, հարցազրույցներ ունեցա իրենց տեղ, որ ես ներողություն եմ խնդրում իմ պապերի փոխարեն, այսպես մի 50 հոգուց կազմված խումբ էր, իրենք տարբեր երկրներ էին գնում Եվրոպա, որ եւ գիտեք ինչ էր իրենց հիմնական ասելիքը Թուրքիան վաղուց փոխվել է, Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ, որ մենք անում ենք եւ ասեմ, որ ինչ որ իմաստով այդ ռոմանտիզմը կար նաեւ Հրանտ Դինքի մեջ։ Ինքն էլ էր այդ խմբի մեջ եւ շատ ակտիվ, ասում էր դուք պիտի հավատաք, որ այլևս Թուրքիան է, նախկին Թուրքիան չէ։ Այս այն մարդն էր, որ 3 տարի բանտված էր եղել թուրքական բանտում, իսկ թուրքական բանտերի դաժանության մասին մենք Եթե ինչպիսի դաժան բանտեր են, այդպես աշխարհում այդպիսի բանտեր չկան, թե ինչի միջով էր անցել, այնուամենայնիվ ինքը եկել էր այն համոզմունքին իր մտավորական ընկերների հետ, բայց նաև դա թուրքական իշխանության քաղաքականությունն էր, որ պետք է այսպես գան, եթե պետք է խոնարհվեն, եթե պետք է մեր ձեռքերը համբուրեն, ասեն, որ մենք ներողություն ենք խնդրում, այդ ամեն ինչին հիմա մենք այլ կերպ ենք նայում, փոխված Թուրքիան, փոխված թուրք ժողովուրդը պիտի գնա դեպի Եվրոպա։ Բարեբախտաբար դա չկայացավ, իրենք ասում են Հրանտ Դինքի հիմնավորումներից մեկն այն էր, որ ավելի հասկանալի եւ պարզ կդառնա, ավելի վերահսկելի կլինի Թուրքիան, բանեցի բաներ էր ասում, բայց տեսանք, որ Թուրքիան չի փոխվել, այդ դաժան փամփուշտը հասավ նաև Հրանտ Դինքին, այն մարդուն, որ ասում եմ ինքը այդ խմբի մեջ էր եւ ինքը գովաբանում էր եւ բացատրում էր մեզ եվրոպացիներին, որ ընդունեք Թուրքիային այդ ճանապարհը ինքը անցնում է եւ հասել է այդ եւ կանցնի այդ ճանապարհը ու կհասնի այնտեղ։ Տեսանք, որ ինչ դաժանություն տեղի ունեցավ, հետո մենք ինչ տեսանք, հետո մենք տեսանք, որ Թուրքիան ինչպես իրեն Ասադին համարում էր իր փոքր եղբայր, ընտանիքներով մոտ է։ Այո, հետո ինչ արեց այնտեղ եւ ինչ տեղի ունեցավ եւ առհասարակ թուրքական քաղաքականությունը բացարձակ չի փոխվել, ավելին իրենք անգամ չեն թաքցնում այն դաժանությունները, որ տեղի ունեցան Արցախում, հետո հայաթափություն, ցեղասպանություն, դաժան, պատերազմ այդ ֆոսֆորների։ Բայց 44 օրյա պատերազմից հետո նաև ռազմական շքերթի ժամանակ
Էրդողանի խոսքերը, որ Թայլաթի ու Էնվերի հոգին փառավորվեց։ Ահա, այո։ Եվ Իմիջիայլոց նաև կամուրջն է առաջարկում, որ Թայլաթի անունով լինի, Մարգարայի կամուրջը։ Հայ ժողովուրդը մեր թրի վրա մի փոքր մսի կտոր է, եւ հիմա մենք ուզում ենք հավատալ, որ չգիտես ինչու իրենք 3 տարի առաջ այդ դաժանությամբ ինչ արեցին Արցախահայության հետ, բայց չգիտեք ինչու դա չի սպառնում մեզ չի սպառնում 10 հայ չհանդուրժեցին Արցախում 10 հայ չի սպառնում որը հոգեկան խնդիրներ ունեին Նիկոլը շարունակում է մոլորեցնել խաբել այսպես բան բարետես դիվանսին կբերի կցուցադրի հետո անամոթաբար դուրս կհանեն ես վստահ եմ որ ինքը հոգու խորքում Գրիգոր Զորաբի հետ Թայլաթը նարդի չէր խաղում Չէ, դե իրենք ասում էին փոխված է, այլևս Թուրքիանն են, հին Թուրքիան չէ, բայց տեսեք նաև շատ այսպես ապտակ տրվեց նաև իրենց պատմության ջնջումը անարգում է զոհերին։ ԱՄՆ ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Պելոսին անդրադարձել է Վենսին ցեղասպանության վերաբերյալ գրառումը ջնջելուն։ Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնագաբերդում եւ հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։ Հիմա շատ մեծ դավաճանություն է տեղի ունեցել հանրապետականների կողմից, Թրամփի կողմից եւ իր ներկայացուցիչ փոխնախագահի կողմից իրենք ուրացան ցեղասպանությունը, այդ բառը ջնջելով ուրացան, ընդ որում 50 նահանգ ճանաչել է։ Միգուցե Հայաստանի իշխանություններն են հորդորել։ Դե ասում են մի հատ պարզենք, չէ՞, ցեղասպանության Հայաստանի իշխանությունների հետ կապված հարցը եղել է, ամեն ինչ պարզ է։ Այս մարդիկ պարզ հստակ ասում են, եթե իրենք վերել են թուրքական օրակարգ, միայն թուրքերն են ասում, դեռ պիտի պարզենք թե ցեղասպանությունը, չէ՞, ով է արել ինչ այսպեսի հարցեր, ով է մեղավոր, իրանց падգամավորներից էլ կար ասում, անազգանով մի հատ ճշտենք ինչա, Լեմկին ինստիտուտը թուրքական օրակարգ ասում են Արցախը Ադրբեջան է, մենք իրենց հետ կապված ոչ մի որևէ հարց չունենք, ցեղասպանության կասկածի տակ են դրել մենք այսօրվա իշխանությունները եւ մեկ էլ Թուրքիայի իշխանությունները, բայց մենք հիմա խոսում ենք Միացյալ Նահանգների մասին, այն նախագահի մասին, այն ուժի մասին, որ իրենք հնչեցրել են ցեղասպանություն բառը 50 նահանգներ ընդունել են, այդ բառը հնչեցրել են եւ հիմա մենք տեսնում ենք մի ուժ, որ խոսում էր հումանիզմից, քրիստոնյա արժեքները պաշտպանելու մասին, դա կարծես թե Թրամփի գաղափարախոսությունն է, չէ՞, եւ գալիս է այստեղ առաջին հարցը, որ պիտի ինքը տար օդանավակայանում պիտի ասեր, ինչու են անազատության մեջ գտնվում սրբազանները։ Առաջին բանը, որ ինքը պիտի ասեր ինչու դուք ունեք քաղբանտարկյալներ։ Չէ՞ որ Ամերիկան ասում է աշխարհով մեկ շրջում եմ եւ խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, պիտի ասեր ինչու են փակված անուններով Ընդ որում անուններով պիտի տար Նարեկի անունը, Վազգենյանը, ինչու են այս մարդիկ փակված։ Իրենց լրագրողները պիտի անունը։ Այո, ինչու են ընտրված քաղաքապետները փակված։ Ազգային ժողովի падգամավոր Արտուր Ես այսօր կոչ եմ արել, պարոն Դանելյան, քանի որ ձեր ուժը ամենահզորն է, ամենաազդեցիկն է հայեղափոխական դաշնակցությունը Սփյուռքում, դուք շարունակում եք շատ ազդեցիկ մնալ, որ անպայման բողոքի նոտահղեն նամակներով պահանջեն կոնգրեսականներից, ես գիտեմ, որ շատ մեծ ազդեցություն եք, շատ մեծ կապեր ունեք, որ իրենք սրա համար ներողություն խնդրեն անպայման։ Արդեն արվել է։ Այո, եւ լավ է, որ դեմոկրատները արդեն բարձրաձայնում են, այսինքն այս ճնշումը պիտի լինի իրենց վրա, որովհետեւ իրենք էլ ճնշեն մեր իշխանություններին եւ հաջորդ պաշտոնյան, որ գա այստեղ, իսկ իրենք այդպիսի մի տոնահանդես կազմակերպում են ընտրություններից համար, նախատեսվում է, պիտի արևմուտքի բանը մի շարք Բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաներ, որ այդ շոուի պատասխանը պիտի տրվի, որ հաջորդ անգամ չհամարձակվեն։ Մենք մայթի վրա կանգնենք եւ մեր ձայնը բարձրացնենք, մայթի վրա։ Դե երբեք նման բան տեղի չի ունեցել։ Որևէ իշխանության Պարագայում նման բան տեղի չի ունեցել։ Եվ ես նաև ուզում եմ, որ չասեն, որ գիտեք անդիմադիրներ են կամ անդիմադիր գործիչներ են կամ հակաիշխանական գործիչներ են, ես ուզում եմ նաև հիշեցնել Լեմկինի անվան ցեղասպանության միջազգային ինստիտուտի կարծիքը, եզրակացությունը, որ Հայաստանի իշխանությունները ցեղասպանության, հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված մերժողական քաղաքականություն են վարում։ Սա Լեմկինի անվան միջազգային ինստիտուտի եզրակացությունն է։ Շատ ուղիղ, շատ հստակ ասում է սրա մասին եւ
ապշել կարելի է, ոնց կարելի է հավատալ իրենց այդ քաղաքականությանը, ոնց կարելի է հավատալ ադրբեջանցիների, այսպես ասած, խոսքերին, իդեպ նաև ուզում եմ հիշեցնել շատ կարևոր մի բանի մասին։ Այն որ ժամանակին ասում են, որ այդ ID քարտերը, որ հրապարակվել են, որ տրվել են, բաժանվել են, որտեղ որ անազգանով գրված է, էսինչ, օղլի, օրինակ ճամբարակում պիտի բնակվի, էսինչ ադրբեջանցին պիտի Սիսիանում բնակվի, Տավուշում բնակվի, տենց 120,000 ID քարտեր են, չէ՞ բաժանվել։ Ասում են, դե այդտեղ մի հատ կառույց կա, Արևմտյան Ադրբեջանն անվանումով կառույց կա իբր, հասարակական կազմակերպությունը, հետո ինչ պարզվեց, որ ֆինանսավորել է Ադրբեջանի կառավարությունը, եւ այդ կառույցի ղեկավարը Ադրբեջանի Մեջլիսի падգամավոր է։ Այսինքն ամբողջությամբ դա իրենց կառավարության ծրագիրն է։ Այդ 300,000 ադրբեջանցիների ստեղ բերելը դա ֆանտաստիկայի ժանրի չի։ Եվ մեր ժողովուրդը պիտի հասկանա ի վերջո, ինչի այդ գործ ունի։ Ինչի այդ գործ, ինչ խաղաղություն եք ասում։ Խաղաղություն ադրբեջանցիների։ Ինֆորմացիա նաև պատտվեց, որ դուք հիշում եք, որ Ալիևը հետևողական անընդհատ ասում էր, որ մենք Սևանը մերն է, Երևանը մերն է, չգիտեմ, Գեղարքունիքը մերն է, արդեն ադրբեջանական այդպիսի անվանումներ է տալիս եւ ասում էր, որ պիտի 300,000 ադրբեջանցիների իրավունքն է, որ իրենք պիտի վերադառնան։ Հիմա այսպիսի ինֆորմացիա կա, որ շատ լավ հասկանում են դա վտանգավոր է հիմա հնչեցնել, որովհետեւ արխիվում Նիկոլ ընտրություններ են եւ շատ կարեւոր է իրենց համար, ընդ որում իրենք չեն թաքցնում։ Շտաբի պետն է, չէ՞, Էրդողանն ու Ալիևը։ Լավ էր ասել բան, իշխաններ, չէ՞, Սաղաթելյան ասել, շատ լավ էր, շատ ճիշտ նկատառում էր, որ շտաբի պետն ասել է, չէ, հիմա երևի պետք չի դրա մասին խոսել, եկեք պայմանավորվենք, այսպիսի ինֆորմացիա կա, որ պայմանավորվել են, անգամ ստորագրել են, որ այդ ամենը պիտի հրապարակվի անմիջապես, եթե Նիկոլը անցնում է ու դրանից հետո նոր կհրապարակվի, թե ինչ է եղել, այսինքն դրանից հետո նոր պարզ է դառնում, որ այս մարդը սահմանադրության փոփոխության է գնում, սա նշանակում է, որ մենք որևէ տարածքային պահանջ չկա, այսինքն վերջնականապես հրաժարվել Արևմտյան Հայաստանից, հրաժարվել Արցախից եւ սահմանազատում, սահմանագծում խաղաղության պայմանագիր կնքում են, բայց ինչ խաղաղության պայմանագիր, եթե սահմանազատում, սահմանագծում չկա, որտեղ մենք տեսել ենք, որ դա ինչ է, եւ եթե այսօր բանակը ավիրվում է, այդ դեպքում ով է այդ ամեն ինչը որոշելու, նա ով ուժեղ է։ Իսկ այսօր մենք տեսնում ենք նույն Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Թուրքիան ինչ հետեւողականության զինում են իդեպ նաեւ կարևոր է Ալիևի խոսքերը եւ նաեւ ընտրությունից հետո կազմակերպված բերելու են 300,000 ադրբեջանցիներ, այսինքն Նիկոլի ընտրությունը կա ինչ դժնդակ եւ դաժան օրեր է սպասում հայ ժողովրդին, արդեն ցուցակները կա, արդեն իրենք այդ ծրագրերը ունեն, ախր խոսում են դրա մասին, չէ՞, պարզ բացեբաց խոսում են դրա մասին։ Խոսում են, որ այս տարածաշրջան, այն տարածաշրջան պետք է ադրբեջանցիներին բերեն, ինչի մասն է։ Եվ Ալիևի խոսքերն եմ ուզում հիշեցնել, որ ինչ էր ասում։ Ասում էր այլևս մենք տանկերով չենք կգնանք մեքենաներով։ Այսինքն ինչ նշանակում սա, որ կգնանք այնտեղ փողով, բանով, կփորձենք առնել։ Իդեպ այդ իմաստով ճիշտ է, որ ասում են թուրքերը փոխվել են, եթե առաջ այդպես հյաթաղաններով բանով մտնում եւ փրտում են, հիմա իրենք երկու ձև ունեն։ Տնտեսական էքսպանսիա։ Եվ իհարկե իրենց չեն հրաժարվել իրենց ինչ ասեմ արյան կանչից։ Իսկ թուրքերի արյան կանչը Հովհաննես Թումանյանից լավ ոչ մեկ չի ասել, մարդակերից իրենք 1000 տարում թուրքերը դարձան մարդասպաններ, այսինքն իրենք դրանից չեն հրաժարվում, հենց հիմա ցեղասպանությունը շարունակվում է Սիրիայում քրդերին, եզդիներին, այսպես ոչնչացնել եւ քրիստոնյաներին, հենց հիմա այս 21-րդ դարում, եթե ուզում եք sense բան անեք, չէ՞, ես անցած անգամ էլ ասեցի, մի հատ շատ վտանգավոր բան կա, թույլ մարդիկ ինչպես են, պարոն Դանիելյան, թույլ մարդը չի ուզում, չէ, իրականության հետ հաշտ լինի, իլյուզիաներով է ապրում, սկսում է ինչ-որ բաներ հորինել։ Չէ, այսպես չէ, փոխվել է, փոխված է, հիմա լավ է լինելու։ Ես մարդիկ կան, էլի, այսպես դեբիլներ։ Ասենք ասում է, չէ, լավ է լինելու, ասում ես, ինչ հիմքով, ոնց, ինչու, չունի, ոչ մի փաստարկ չկա, ոչ մի հիմնավորում չկա, ասենց ապուշավարի։ Չէ, ես հավատում եմ։ Այսպես կլինի, բա, ասենք պատմական ինչ որ բաներ ես բերում, ասում ես, նոր, ասենց շշմած ինչ որ բանը դեմքովն է, նույնն էլ ազգերը։ Հիմա ասենց բանը, չէ, լավ է լինելու։ Ինչ հիմքով, ինչի վրա ես հիմնված այդ ասում, ինչ փաստեր ունես։ Թուրքիան եւ այն ձևով եւ այս ձևով երկու ճանապարհով էլ ինքը գրավելու ձևը
վաղուց արդեն յուրացրել ու շատ լավ գիտի։ Մի